Սեպտեմբերի 25-ի նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության հաստատմանն էր ներկայացրել 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, հնայի դեֆլյատորը 3%, պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ։ Ֆինանսների նախարարի խոսքով հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի եւ հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է հարկերի եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4%-ային կետով։ Այստեղ նշեմ, որ սպասողականը այս տարվա համար 1%-ային կետով բարելավումն է 24 թվականի նկատմամբ։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 26 թվականին կկազմի 5.9%։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն հնայի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց։ Միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8% մակարդակի։ Վահե Հովհաննիսյանի ներկայացրած հաշվարկով կառավարության պարտք ՀՆԱ ցուցանիշը 2026-ի վերջում կանխատեսվում է 53.5%։ Կրթական, առողջապահական ու սոցիալական ոլորտներում աջակցության միջոցառումներ կլինեն նաև հաջորդ տարում։ Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը։ Կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը 55 միլիարդ դրամի չափով։ Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 25 թվականին պիլոտավորվել էր 2 մարզերում, 26 թվականից կկիրառվի ամբողջ հանրապետությունում, որի նպատակը Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է եւ անապահովության մակարդակի նվազեցումը։ Կշարունակվի անուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ 26 թվականին պետական բյուջեով ծրագրի գծով նախատեսվել է 9.7 միլիարդ դրամ։ Շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետ վճարի տրամադրումը, որի գծով 26 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 20 միլիարդ դրամ։ Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման համար 2026-ի պետական բյուջեից 4.9 միլիարդ դրամ կհատկացվի։ Ատեստավորումը հաղթահարած մանկավարժները կշարունակեն ավելի բարձր աշխատավարձ ստանալ։ Դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման ու կահավորման համար եւս հատկացումներ կան նախատեսված։ Կիրականացվեն միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, միջին նորոգման, ամառային եւ ձմեռային պահպանման, ինչպես նաեւ թունելների եւ կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքները 66.2 միլիարդ դրամի շրջանակներում։ Վարկային միջոցների հաշվին 36 միլիարդ դրամի շրջանակներում կշարունակվի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34 կիլոմետր, Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր հատվածների շինարարությունը, կտրվի Քաջարանի թունելի եւ մոտեցումների շինարարության մեկնարկը, ինչպես նաև 26 թվականին կմեկնարկի Սիսիան-Քաջարան 60 կիլոմետր ճանապարհահատվածի հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի իրականացումը եւ կառուցման, վերակառուցման աշխատանքները, մասնավորապես Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրի հյուսիսային ենթահատվածի, հարավային ենթահատվածի, ինչպես նաև Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները։ Կշարունակվի ջրամբարների կառուցումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա աջակցության ծրագրերը կգործեն նաև 2026-ին։ Կմեկնարկի ավիացիայի աջակցության ծրագրի ֆինանսավորումը այն ընկերություններին, որոնք կփոխադրեն ուղևորներին նոր ուղություններից Շիրակ եւ Զվարթնոց օդանավակայաններ։ 2 միլիարդ դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։ Խնդրեի, որ դուք նաև գործընկերների եւ մեր հանրության համար բարձրաբանեք, թե 2026 թվականի ընթացքում ինչ նոր կարգավորումներ եք նախատեսում, որպեսզի այդ առաջնահերթ համարվող, սակայն բյուջեի նախագծում այս փուլում տեղ չգտած նախաձեռնությունները իրագործվեն։ Բյուջեի քննարկումների ժամանակ պարզ էր, որ կան մեծ նախաձեռնություններ մեր տարբեր քաղաքականություն իրականացնող մարմինների կողմից, որոնք
այս պահին հնարավոր չի տեղավորել այն ծախսային շրջանակի մեջ, որը այս պահին մենք ունենք, եւ ունենք հավելված, որտեղ կդնենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել հիմնական փաստաթղթի մեջ ներառել, եւ արդեն հաջորդ տարի ելնելով մեր ֆիսկալ հնարավորություններից եւ առաջնահերթություններից առաջնահերթորեն կանդրադառնանք այդ հավելվածում ներկայացված ծրագրերից։ Կառավարության հաստատումից հետո մինչև հոկտեմբերի 1-ը նախագիծը կուղարկվի ազգային ժողով քննարկման։ Նիստը ավարտված է, շնորհակալություն։